Այսօրվա փորձում ես կխոսեմ Շարլ Կուլոնի մասին։ Շարլ Օգյուստեն Կուլոնը եղել է ֆրանսիացի նշանավոր ֆիզիկոս եւ ինժեներ, որի անունը կապված է էլեկտրականության եւ մագնիսականության բնագավառի հիմնարար օրենքների մշակման հետ։ Կուլոնը ծնվել է 1736 թվականի հունիսի 14-ին Ֆրանսիայի Անգուլեմ քաղաքում։ Մանկուց մեծ հետաքրքրություն է ցուցաբերել մաթեմատիկայի եւ բնագիտության նկատմամբ։ Ավարտել է Փարիզի ճարտարագիտական դպրոցը, որից հետո սկսել է աշխատել որպես ռազմական ինժեներ։ Իր փորձարարական հմտությունների շնորհիվ Կուլոնը մշակեց մի շարք սարքեր, որոնց օգնությամբ նա կարողացավ չափել ֆիզիկական տարբեր մեծություններ։ Դրանցից մեկը կցորդային կշեռքն էր, որի միջոցով նա հայտնաբերեց լիցքերի միջև ազդող ուժի օրենքը։ 1785 թվականին Կուլոնը հրապարակեց իր նշանավոր օրենքը։ Այս օրենքը սահմանում է, որ երկու կետային էլեկտրական լիցքերի միջև գործող ուժը ուղիղ համեմատական է այդ լիցքերի արտադրյալին եւ հակադարձ համեմատական է դրանց միջև եղած հեռավորության քառակուսուն։ Շարլ Կուլոնը իր կյանքի ընթացքում արժանացել է մեծ հարգանքի եւ գիտական համբավի։ Նա մահացել է 1806 թվականի օգոստոսի 23-ին Փարիզում։ Նրա անունը անմահացել է ֆիզիկայի մեջ։